Պահն է, որ հրավիրենք Պատրիարք Սրբազան հայրը իր հոգեշունչ պատգամը որպեսի մեզ փոխանցե։ Խնդրեմ, բոլորս հոդնգած դիմավորենք Պատրիարք Սրբազան հայրը։ Մենք մորցանք վերաբադվելի Հենրիկը ներկայացնելու, շնորհակալություն նաև ձեր ներկայության համար։ Խնդրեմ։ Amanpor Yevortvo Yevokuin Sirpo Amen. Yerusաղեմ, Երուսաղեմ, եթե մորնամ քեզ, թող իմ աչս մորնա իր գարությունը։ Եթե չհիշեմ քեզ Երուսաղեմ եւ քեզ իմ բոլոր հաճույքներս եւ ուրախություններս առաջ չհիշեմ, թող լեզուս քիմքս գպչի։ 137-րդ Սաղմոսն է։ Մենք երբ որ լուրջ կորձերով վիդեո սկսենք երթում գնանք։ Երթումով մենք կգաբենք մեզի ընկերությանը, խաղապարիմը, այնպես որ եթե մեկը պիտի ամուսնանան, ուրեմն ուխտն էլ գուտանք իրենց, որպեսզի լուրջ կորձ գնեն, հասկնան, երբ որ մեկը զինվոր պիտի լա եւ գնդունվի, անոր երթումն էլ գուտան, նախագահին երթումն էլ գուտան, ես հալ որպես պատյարք երթումը կորձը սկսել առաջ։ Երթումները շատ են, անձնական, անհատական, բայց այս երթումի չափ մարդկային պատմության մեջ աստեցիկ եղած ուրիշ երթումը չկա։ Չեմ կարծել, որովհետև պատմությունը պիտի պատմեմ ցես է, այս Սաղմոսի պատմությունը։ Երբ որ հրեաները Քրիստոսյան 500 տարիներ առաջ Բաբելոնի կայսրության կողմէ քրավվեցան, Երուսաղեմը քարուքանդ եղավ, դաջարը թալանեցին եւ ժողովուրդը արին եւ աքսոր դարին։ Բաբելոն եւ բաբելոնական կայսրության դարբեր վայրերը։ Երբ որ Բաբելոն եկան, հաստատվեցան եւ հիշեցին իրենց եկած դեղերը, ըսին վայ մեր քուլխուն, կորցնցուցինք ամեն ինչ մնաց։ Ուր է Երուսաղեմը, ուր է Սողոմոնի այդ փառավոր դաջարը, ուր է։ Եվ այս տխրության մեջ Աստված ներշնչեց մարգարեները եւ հրեա առաջնորդները։ Այս Սաղմոսը կվերագրվի Երեմիա մարգարեին։ Ուրեմն հրեաներու առաջնորդները ըսին որ ոչ Երուսաղեմը գործված է, ոչ ալ դաջարը։ Անոնք միայն նյութականը գործանեցին։ Մինչև որ գհիշեք Երուսաղեմը, մինչև որ գհիշեք դաջարը, անոր գառուցվածքը, մինչև որ գհիշեք անոր կապված պատմությունները, ոչ ոք չգրնար գործանել այդ Երուսաղեմը։ Եվ սկսան իրենց զավակներուն եւ թորներուն Երուսաղեմի մասին խոսելու, բայց հետո հասկացան այս երթումի զորությունը։ Երուսաղեմ, Երուսաղեմ, եթե մորնամ քեզ, թող աչս իր կարողությունը մորնա։ Եթե չհիշեմ քեզ եւ չքովափանեմ քեզ բոլոր ուրախություններս առաջ, թող լեզուս իմ քիմքիս գպչի, փագի։ Ուրեմն այս երթումը սա էր, երբ որ հրեաները քովի պիտի կային, ուրախություն սարքելու, քեբաբ ընելու, առաջին բաժակը վերցնելու, ստիպված էին վերցնելու Երուսաղեմու գենաս։ Երուսաղեմը պետք է հիշեին, անգեդո պետք է հիշեին ուրիշ մնացյալ ամեն ինչ։ Եվ 70 տարիներ հետո հրեաները արիդ կդան վերստին դարձան իրենց ավերակ երկիրը, ամեն ինչ քանթված էր։ Նոր սերունդը երբեք չէին տեսած այդ պատերը, այդ փլադակները, բայց իրենք գիտեին, որովհետև իրենց միտքին մեջ գծված էր անիկա։ Եվ վերստին շինեցին։ Երկրորդ դաջարը առաջինն ավելի մեծ եղավ։ Բայց հետո 500 տարի հետո Քրիստոսի 67 թվականին հրեաները ապստամբեցին հռոմեական կայսրության։
70 թվականին հռոմեացիները գրավեցին Երուսաղեմը եւ Դաջարը քարուքանտրին գոպտեցին եւ հрьяաները այս անգամ ոչ թե աքսորի մեկ երկրի, այլ ամբողջ աշխարհ ծրվեցին։ 1 միլիոն հрья չարթվեցավ։ Եվ հрьяաները ասին, որ ինչ պիտի ունենք մենք։ 100 տարի հռոմեացիները չեն արդոնած, որ հрьяաները Երուսաղեմ մտնեն։ Դաջարին վրա Ժուպիտերի Դաջարը կանգնեցին արհամարելու համար իրենց։ Բայց իրենց գլուխը ծրեցին գրգին այս Սամոսը արին եւ իրենց զավակներուն սորվեցուցին Երուսաղեմ, Երուսաղեմ, եթե մորնամ քեզ, թող իմ աչքս իր կարողությունը գործունցնի։ Եվ 70 թվականին սկսան ամեն հավաքույթին իրենց բաժակները լեցնել եւ ասել թե քալդարի Երուսաղեմի մեջ քանի տարի ասին 100 տարի 500 տարի 1000 տարի 1500 տարի 1900 տարի այդ խոսքը ասին ամեն հավաքույթին քալդարի Երուսաղեմի մեջ եւ 1967-ին իրենք Երուսաղեմը գրավեցին եւ այլևս այդ խոսքը ասելու պետք չունեին, բայց Սամոսը հոն մնաց, չես գիտեր դակավին ինչ կրնակալ հрьяաներուն քուհուն, այդ Սամոսը փրկիչը գլա իրենց։ Ասիկա ինչ համար բադմեցի հрьяաները փարապանելու համար չէ, բայց Սուրբ Գիրքը մեր գիրքն է, մեր իմաստության գիրքն է։ Հետևաբար պետք է մենք մեր թասերը քաղենք, այսօր դոնն է, եկեղեցվո դոնն է, կաթողիկե Սուրբ Էջմիածնի դոնն է, անիկայալ մեր սրբություն սրբոցն է, մենք ալ նման պատմություն ունեցած ենք, և մեր ասկի առաջնորդներն ալ նույնպես հասկացած են կարողությունը մայրաթոր Սուրբ Էջմիածնի դաջարը, որովհետև չիտեք, որոշ բաներ այլևս կարույցը լալեն գվերանան, ուրիշ բանի գվերասվին, ուրիշ ցև գստանան։ Եվ անիգա պետք է մենք քիչմը անդրադառնանք։ Մենք ենք առաջին ասկը քրիստոնեությունը ընդունեցինք պետականորեն, պաշտոնական գրոնք։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հրաշափար ելավ խորվիրաբեն, թագավորը բժշկեց եւ բալադականներուն համոզեց եւ առասկեդին վրա 400,000 հայեր մգրդվեցան եւ հայ ասկը դարձավ քրիստոնյա։ Գիտեք, երբեմն մենք կգարձենք, որ մենք կգարավարենք եկեղեցին։ Չէ, եկեղեցվո դերը Քրիստոսն է։ Առաջին թար, երկրորդ թար, երրորդ թար քրիստոնյաները հալածվեցան, արյուծներու առջև նետվեցան, գուրքերուն բաշտելու ստվեցան, իրենց ընտանիքներուն ցերկ տրվեցավ, գիները, զավակները, քերը լալով ձախվեցան, միշտ փախչելու էին, բոլոր հռոմեացիների կողմէ արհամարհված թասագարք էին, թերորիստ էին քրիստոնյաները, եւ Քրիստոս թիդեց, հասկացավ, որ հալածանքը կզորացնե իր եկեղեցին, հասկացավ, որ հալածանքը մեջտեղ կհանե, ով կհավատա, ով չի հավատար, բայց երբ որ ժամանակը եկավ, Քրիստոս սա որ կփավե աշխարհի պետությունները կհալածեն իմ եկեղեցիս, կփավե հռոմեական գայսրերու այս ոդունցկությունը, հիմա ժամանակն է պետությունները պիտի ծունգընտրեն իմ եկեղեցիս առջև։ Հիմա իրենք պիտի խոնարհին իմ եկեղեցիս առջև։ Հիմա անոնց թագավորները իմ խաչիս առջև ծունգի պիտի կան։ Եվ այդ անոր համար Աստված ընտրեց մեզ սիրելիներ։ Ինչպես որ Նոյիթ չհեղեղեն հետո նոր կյանքը Արարատյան թաշտին մեջ սկսավ, ուրեմն Տեր Հիսուս որոշեց, որ իր եկեղեցու այս նորությունը,
այս նոր շրջանը սկսա նորեն Արարատյան Թաշտին եւ Սուրբին աչքերուն արչև Տեր Հիսուս իջավ երկինքեն ոսկե մուրճով զարգավ հին ադրուշանի վրա եւ հոնդեն լուսեղեն դաջարը մեջտե եղավ կոյացավ Սուրբ Գրիգորը հիացավ Քրիստոսը որ մի հիանար միայն այս դաջարը պիտի շինես այս հոգեղեն դաջարը նյութական դաջար պիտի շինես 301 թվականին դեսավ 303-304 թվականին արդեն դաջարը պատրաստ էր աշխարհի առաջին դաջարն է ասիկա քրիստոնյաները գահավաքվեին կատակոմներու մեջ դուներուն մեջ կամ մեծ դուներուն մեջ թաշտերու մեջ քարայրներու մեջ բայց ի հիմա շինված եկեղեցի չունեին Քրիստոս սա որ նաև ինձ դաջարներ պիտի շինեք Քմփետու վրա խաչ պիտուլա իմ նշանս պիտուլա Երբ որ կարունը գուկա առաջին ծառը որ գտեսնեք ծաղկերը առաջին ծաղկած բալենին գսեք որ կարունը եկավ Այդ առաջին բալենին այդ առաջին ծաղկած ծաղիկը Սուրբ Էջմիածինի դաջարը եղավ Անգե հետո Հազարավոր, միլիոնավոր քրիստոնյա դաջարներ զարգացան ամենը, բայց Քրիստոս ընդրեց, որ առաջին պետական քրիստոնեությունը Հայաստանը լա և առաջին եկեղեցին Սուրբ Էջմիածինը լա։ Բայց հարցումը ունիմ ցեզը, երբ որ Քրիստոս մգրդվեցավ, քորձին պիտի սկսեր, ով գարչեցավ անոր ետևը, Սատանան, երբեք անկիս չթողուց, ոչ Քրիստոսը, ոչ քրիստոնյաները, ոչ ալ հայ ազգը։ Շատ քիչ վայելեցինք մենք Սուրբ Էջմիածնի մեջ մեր հայրաբեդությունը։ Մեր ժողովուրդը ուր որ քաղտեց, մեր ազգը իր հայրաբեդությունը մայր աթոռնալ գրեց եւ միշտ իրենց հիշողության մեջ ունենալով Սուրբ Էջմիածինը։ Ինը քաղաքներ բդդեց այսպես։ 400 թվականները մինչև 1441։ Եվ ի վերջո 1441-ին Սիսեն վերստին Էջմիածին գրեցին մեր մայր աթոռը։ Եվ Էջմիածինը եւ հայրաբեդությունը միացան գրգին։ Ինչու որովհետև մեր հայրերն ալ մեզի սորվեցուցին երազել մեր Երուսաղեմը, Սուրբ Էջմիածինը եւ անիգա գրել մեր հիշողության եւ մեր սիրտին մեջ, անիգա շենք լալեն բարձրացնել իկոնայի վերածել։ Այնպես որ սիրելիներ գրնանք բարդանալ, մեր ազգը փոքր է գսենք, ծրված է ամենը, երբեմն իրապես հրյաներեն ավելի վատ բաներ եկած են մեր գլխուն, բայց մենք միշտ հիշած ենք, ինչ որ մեզի հայ գտարցնե, ինչ որ մեզի եղբայր եւ քույր գտարցնե։ Դեր զորի ավազներու վրա այդ անոթի մնացած մայրը, երբ որ գկրե այ փեն քիմ եւ իր զավագին գսորվեցնե, այս է փրկության ջամփան։ Հիշել ինչ որ հայկական է, հիշել ինչ որ քրիստոնեական է, հիշել ինչ որ Աստված ուրեր է մեր հայրերու կյանքին եւ անիկա միշտ թարմ բահել, միշտ մեր աչքին բահել եւ հասկանալ որ ուր որալ գտնվենք մենք, որ եկեղեցիներ ալ փանանք, որ համայնքներ ալ գերդենք, մենք բոլորս մայրաթոր Սուրբ Էջմիածնի զավակներն ենք, հոնդեղեն սերեր ենք։ Նայեցեք այս տաճարը, երբ որ մեկը գտեսնե գսե հայկական, որովհետև գաթողիկե ըսված ջարդարաբեդությունը կա։ Մայր տաճար Սուրբ Էջմիածնի ջարդարաբեդությունն է ան։ Հետևաբար բոլոր հայերը, ուր որ եկեղեցի կփանան նոր եկեղեցի, գուսան անգեփամը առներ, եւ այդ տաճարը նաեւ մեզ միշտ հիշեցնե Սուրբ Էջմիածինը, մեր իդեալը, եւ նաեւ
սիրելիներ, այս օրերուն Սուրբ Էջմիածինը եւ անոր հոգին, անոր իմաստը մեզի գհիշեցնե ուրիշ բանը։ Հիսուս Արարատյան թաշտին իջավ եւ մուրջ զարգավ։ Ինչի վրա զարգավ։ Բարապ թաշտ կար, բայց Ադրուշանի վրա, հին հեթանոսական դաջարին վրա զարգավ։ Եվ անոր վրա հիմնվեցավ քրիստոնեական եկեղեցին։ Երկու բան գսել գուզե Քրիստոսը։ Հեթանոսությունը անցավ։ Քրիստոնեությունը հիմա նորն է։ Անոր վրա մարդկային քաղաքագրթության վրա հիմա քրիստոնեական քաղաքագրթությունը պիտի սկսի։ Ուրեմն եկեղեցին միշտ հեթանոսության վրա պիտի լա, որովհետև հեթանոսությունը հին ժամանակներու գրոնքն է։ Հեթանոսությունը դքիդության գրոնքն է։ Քրիստոնեությունը ունի լույս հավատքը։ Այս եկեղեցին ալ հեթանոսության վրա կգենա։ Թուրսը գիտեք, թե ծեր զավակներուն ինչն էլ գուսան։ Թուրսը գիտեք, թե մեր ընտանիքներուն ինչն էլ գուսան։ Ինչ տեսակի ցոփացած փարոյականություն գուսան մտցնել։ Հին աստվածները արթնցնել, որբեսը բաշտենք մենք հին աստվածներու գուրքերուն, թրամին, համբավին, հրախճանքին, հաջույքին բաշտենք, հեթանոսություն այդ էր, այս եկեղեցին փոլորին վրա է։ Հետևաբար սիրելիներ, այսօր պետք է աղոթենք մենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի համար եւ գաղոթենք։ Մենք մեր եղբայրական եւ որդիական ողջունները գուղենք ամենայն հայոց կաթողիկոսին նորին Սուրբ Օծություն դեր քարեքին սրբազնակույն ամենայն հայոց կաթողիկոսին դժվար օրեր գաբրի Մայրաթորը եւ վեապար հայրաբեդը բայց միայն ինքը չաբրիր ամբողջ հայ աշխարհը դժվար օրեր գաբրին եւ աբական անհայդը եւ այս միջոցին մենք ունենք ամենեն անփախցալի վիճակները գիտեմ դուք ամենքդ աչքերը բացած գսեք որ բادیարք ինչ պիտի ասե այս վերջին կառավարության եւ եկեղեցու ընդփախումներու մասին իմ խոսքը սելա առաջ սեզա անեկդոտ μου պատմել գուսեմ այնադեմ պիտի հասկնաք թե ես ինչ կմտածեմ այս հարցով երկու եղբայր գաբրին եղեր նույն լերան դարբեր քյուղերու մեջ եղբայրներն մեկը արավոտ կարտնա մյուս քյուղի մեջ եղած եղբայրը տեսնելու համար բայց լերը պետք է անցնի լերան ջամփաները քալազադենը մեծ մշուշ գիչնա աչքը չի տեսներ մեկեն մեկ հերույան դեսնե ըստվերմը քազանի ըստվեր արդյոք արչը արդյոք քայլը Կամած իր զենքին գերգարի իր ցերքը, հետո գմոդենա որ եկող մարդ է, բայց զենք ունի, ավազակ է արդյոք, ուրեմն ինքնալ զենքը գհանե, կտեսնե որ թիմացինն ալ զենքը պիտի հանե, ճիշտ պիտի գրագե, վերջին ցայնով գսե որ ով ես, թիմացեն ցայնը գուկա, եղբայրս, ես եմ, Ցայնը գջանչնա, գմոդենան, գողջ է քուրվին, կհասկնան, որ ոչ թե թշնամի են, ոչ թե քազան են, այլ եղբայրներ են, բայց մշուշը ինչպես ցույց կտա եղբայրները որպես թշնամի։ Հայաստանի վիճակը ես այսպես կտեսնեմ, մշուշ կա, հատկապես 44 օրվա պատերազմեն հետո այնպիսի մշուշ իջավ մեր ազգին վրա, որ աչքի չտեսներ, հայուն թշնամին թարսած է, հայուն գամպաստան է, ամեն մարդ ամեն դեղ թավաջան կտեսնա, ամեն մարդ բոլոր գործանումներու համար մեկ մարդուն պատասխանատու գտնել կուզեն, այդպես չէ, մշուշն է մեզ այդ ցույց կտա, Ինչպես կլա հայ առաքելական եկեղեցին եւ պետականությունը փախում ունենա։ Գարերի փան է ասիգա։ Մտածված փան մնը։
երբ որ պետություն չկար, մենք հազարամյակներուն ինչ աղոթեցինք, որպես Աստված պետականություն շնորհե հայ ազգին։ Հետևաբար, սիրելիներ, պետք է աղոթենք եւ խնդրեմ քիչ խոսենք, որովհետեւ քիչ գիտենք մենք թեփքերու մասին։ Քիչ գիտենք այդ քաղաքական շարժումները, ընթացքը, նպատակները։ Իսկ բուրքի մեջ ենք մենք եւ պետք է հետաքրքրվենք եւ պետք է աղոթենք։ Ինչիսի եկեղեցու դերը Քրիստոսն է։ Աղոթենք, որովհետեւ Քրիստոսը շարժման անցնի։ Այնպես որ ես իմ աղոթներս կուղեմ մեր հայրենիքի բարօրության համար, անթորության համար եւ ծեր բոլոր աղոթներ կհավաքեմ խաղաղություն թողլա։ Աստված մեզի այդ իմաստությունը դա հայու աչքերուն մենք տեսնենք եղբայրը եւ քույրը թերևս հերու թերևս կորսված նայեցեք հոս եկայես ասես մե շատ քիչերը կճանչնան ինձ անցնավես բայց բոլորդ կճանչնակ ինձ բոլորդ կհարգեք որովհետեւ մեկ եկեղեցու զավակներն են մենք որովհետև իրարու մարմինեն մարմին, արյունեն արյուն ենք, այս սուրբ պատարագը միայն Աստծո համար չէ, մեզի համար է։ Քրիստոսի մարմինը գդոր բաժնվի մեր մեջ եւ մենք միանանք ոչ միայն Քրիստոսի հետ, բայց իրարու հետ ամրապնդվի մեր եղբայրությունը։ Հետևաբար այս միությունը պետք է փայփայենք, այս միությունը պետք է փառավորենք։ Իսպուրքը դժվար դեղ է Ես ալ իսպուրքյան գուքամ։ Բայց գիտեք, իսպուրքի բոլոր օջախներուն մեջ մեր եղբայրները եւ քույրերը գմակարին, գբայքարին, հայությունը ոտքի բահելու համար։ Որովհետեւ չմոռնան իրենց հայությունը, իրենց հայրերը եւ անորամար փնաստապար գիտեն։ Փնաստապար եկեղեցի գուղուվին։ Եթե եկեղեցի չկա, եկեղեցի գշինեն։ Եթե չեն գնարշինել գվարցան, բայց գիտեմ, որ հայկական հեքիաթը գսկսի եկեղեցիով, բայց պետք չէ հոն մնա, միայն այս եկեղեցին մեջ պետք չէ մնա, պետք է թբրոց պանանք, հիվանդանոց պանանք, միություններ պանանք մենք, թանքարաններ պանանք, երջախումբեր հիմնենք, արվեստ ունենք, հայկական բար փռնենք, ուրեմն այս բոլորին սիրտը եկեղեցի է, մեր ազգը լավ գիտե։ Հետևաբար ես կտեսնեմ Ամերիկայի մեր հզոր հայությունը, Լոս Անջելեսի մեջ տեսա ես, աչքերով վգա դարձա, հետս հետը բարձրացո ուժ եւ հարստություն կհավաքվի մեր թեմերուն մեջ։ Ճիշտ ժամանակն է անիգա օգտագործելու եւ անիգա վերածելու միասնական ուժին եւ աբակայի համար ներդրումին նոր սերունդներուն համար։ Անորամար ես սրտանց կշնորհավորեմ արեմտյան թեմի բարեխնամ առաջնորդը Կերաշնոր Տեր Հովնան Սրբազան arczepiskopos Տերդերյան եղբայրս ինքը իր հովիվներով միասին իր աշխարհականներով միասին հետս հետը կգազմագերբե այս մեծ թեմը քաուտներով միասին որովհետեւ քաոս չդիրե կանոնավորություն ըլլա կոսմոսի վերածվի հայ աշխարհը եւ ինքը 22 տարի է իվեր այս գործը կնա այս տարի իր եկեղեցական դառնալու 45-րդ տարին է այս երկու թեփքերը իր ցերնատության 45-ամյակը եւ իր առաջնորդության 22-րդ ամյակը գծափահարվի Հովնան Սրբազանը որքան ես վգա դարձա քուրքուրացող սիրտ ունի եւ իրապես կսիրե իր եկեղեցին եւ ցեր բոլորը
Սեր երեսան արցագուրտ չգրնարն էլ մարդը։ Արցագուրտի մեջ ալ շարունակ սեր մասին գմդածը և հերացայններով շարունակ սպաղվածը տակավին այս թեմի հարցերով։ Գհիշեք ասիգա ինչ է, թուք հայրեր և մայրեր։ Սեր զավակներուն համար այդպես չեք, այդպես եք չէ, և մեզի հայր գգոչեք, սրպազան հայր, բադյարք հայր, դեր հայր, հայր սուրպ, մենք ալ ամուսնացած ենք եկեցի հետ, հետավապար մեր սիրդին մեջ եք թուքալ, գգրենք ծեզի մեր սիրդին մեջ, գուրախանանք սեր ուրախությամբ, գդխրինք, երբ որ պաներմ սխալ գնտանա սեր մեջ, երբ որ իրար սիրեք, երբ որ զավակները մեր իրար գսիրեն գուրախանանք, երբ որ գպաշնվին և գգրվին զանազան բաճարներով գդխրինք, որովհետև քրիստոնեության առաջին պատկամը սեր և միությունն է, հետևաբար ստիպված ենք մենք այս ուղղությամբ մտածելու, սերքի դալու։ Լոս Անջելես իմ նետած առաջին քայլես սկսյալ, ես ինձի դունս սկացի։ Ես հետո սորվեցա, որ ասիգա ապահովողներ կան, հանձնախումբ մգազմվերը, պատյարկը հանգիստն է սելով, պատյարկը բդծնեն սելով, պատյարկը ծանոթանա այս համայնքին սելով, Բարոն Սարո Մարուկյանի գլխավորությամբ այս հանձնախումբը իրագործեց սեր բոլորին անունով լավ գործումը, շնորհակալ եմ իրենց գծապարենք։ Երբ որ ես հոս եկա սեր հայրերուն և ծեր իրականացած կառույցներով, շենքերով, հաստատություններով հիացա։ Արարատան այցելեցի և հոնդեդեսա ինչ հսկաքորձ գծավալի հայ իրականության մեջ նմանը չգա։ Լսեցի նոր թուբրոցներ գպանակ, լսեցի նոր եկեղեցիներ գպանակ, լսեցի նոր ակումբներ գգազմվի։ Ուրեմն ասիգա հայու հանջարն է, այդպես եղեք, երբ որ պարիպամը գտեսնեք, սերք երգարեցեք, թուքալ հոն եղեք, երբ որ չգաք հարցուսեք, թե ես ինչու համար չեմ, ես ինչու համար չգամ հոս, ես հայ չեմ, ես ալ դալիք ունիմ իմ ասկից, ես ալ պետք է երթամ, ես ալ հոն պետք է ըլլամ։ Բարոն Դերիկ Ղուգասյանը, որ թեմական խորհրդի ադենապետն է և նաև Արարատան Սիոն է, իր անձին մեջ ես տեսա այն կարող հայը, որ լավ ընտանիք ունի, քրիստոնեական հոգի ունի, եկեղեցին կապված է և իր բոլոր այդ բազմասպալ վիճակին մեջ տակավին դեղ ունի, սեր ունի իր եկեղեցին հանդեպ։ Ինքը թող գլխավոր է բոլոր այն բարերարները, բոլոր այն անձերը, որոնք եկեղեցին սեր չեն քաշել, և եկեղեցին հետ են, և իրենց ամբողջ էությունը եկեղեցին որպես նվեր կմատուցանեն, դեր օրհնե բոլորը, ճապարենք։ Հոստե մարդիկ կան, որ ես կուզեմ, որ ճապարեք, անոնք, որոնք հայերեն չեն գիտեր, բայց հոս են։ Երկու ժամ շատ քիչ բառեր հասկանալով, թերևս հասկացա միայն Աստված, Հիսուս Քրիստոս, ուրիշ ոչ մեկ բան հասկանալու այս եկեղեցին մեջ են, որովհետև հայ են, որովհետև իրենց եկեղեցին է։ Անոնք մեզ մե ավելի մեծ զոհ կմատուցան են Աստծուն։ Անոնք ավելի հիանալի հայեր են, որովհետև խոսք կան, հետո իրենց զավակները կմեծնեն հայկական հոգիով
մերփացած վարժարաններուն գուարգեն, եկեցի գուքան, նույնիսկ հայերեն չեն գիտեր, բայց անգլերենով գկրեն եւ բադարակ կերկեն։ Իրավես ես սրդանց կշնորհավորեմ այս մեր ասկագիցները։ Անոնք կգրեն իրենց հոգին ամենեն խորը հայ ըլլալու արժանիքը։ Ես գուզեի մի քանի խոսք անգլերեն ասել իրենց, բայց կվախնամ, որ շատ երկարեցինք։ Խոսիմ, գուզեք, չցանցրացակ։ Dear brothers and sisters, this is the feast of Holy Echmiadzin. It is the church festival. We remember that we are, as Christians, not individuals, but as a community, as a body of Christ. We are the church. We are God's people. Generally, we confuse the word of church with institutions, with building. The church is the faithful congregation and their meeting. That is the church. The rest takes its name from this meeting. This building takes its name as church because we are the church. The church comes and that building becomes church. And also there is another mistake or misunderstanding. People confuse church with the clergy. The church is the business of clergy. Therefore, the church means Catholicos, Patriarch, Sirpazans, fathers, derders, Kichma Sargavaks. But we, as people, we are bysiders. We watching. Therefore, we had every right to accuse Yegeitsin, to accuse the church, because it is not we. It is the work of Patriarch, the mistake of Derderyan Sirpazan, not ours. Now, you know, you are the church. In 1970s, there was a great upheaval, like revolution in the world, in the west part of the world. There is a movement of hippies, sexual revolution, and leftist movements, and the church lost many members. Many clergy, many religious left their positions and become secular. And the church get panicked. What's happening this? Why is happening to us? What is the responsibility? Who is? And Anglican Church decided to make a competition and asked his clergy, his religious, saying that only in one paragraph tell us what is your idea, who is responsible, whose mistake that we arrived this day. And many answers came, and they chose the best one. The best one is saying that the church has no problem. The problem is us. We are the problem. We are the solution. Indeed, whatever we see on this church that we can be prideful, it is all of us. We participate. And whatever a mistake or misgiving or something is lacking in this church, it is your problem, my problem, our problem. Therefore, we have to understand this. We have to unite ourselves with the church. There are many complaints, I know, because
I am a part of this congregation. I was not all the time patriarch. So I was Tabir Sargabag. So I heard, and it is very easy to complain about our church, ineffectiveness of the church. A new priest comes to a new parish, and everybody speaks about that. Our church is that. Our church is that. This church has no future. Everybody speaks like that. So priest gets pessimist, and after the 3 weeks, on Sunday service, he turns to his people, says that, I come here and you are saying that this church is that. And I decided that really this church is that. And you know what happens to that people? They have a funeral. Next Sunday, we will make the funeral of this church. Please come and give your last respect to this church. So everybody gets surprised, and even those who never go to church hears, and the church is full, like this. And the priest puts a coffin in the midst of the church. Everybody says that, what is in the coffin? And the priest says that, you say that our church is that, our church is that, and that's right. In the coffin I put a symbolic image. You can watch and see dying church. And everybody with great interest comes to coffin and look at inside. Clever priest put bottom of the coffin a mirror. And everybody comes, look at that church, sees her or his face. So then everybody understands. So we are dying church. We are rising church. What do you decide? It is. But this story, starting from Holy Echmiadzin, from Tatios and Bartholomeus, will never end until that we say that it is ended. And we will never say. We will do anything and everything, wherever we are in the world, whatever we do, as long as we are Armenian Christians, we hold whatever precious to us, and we give thanks to the Lord that He gave us such a marvelous church, and it is an honor to be a part of it. Thank you very much for your coming here. You meet the Armenian Patriarch of Turkey, or Patriarch of Constantinople. We have 40,000 people living there. We have 50 Armenian churches, 33 Hay Arakelagan, 33 Armenian Catholic, 12 Armenian Catholic, and 4 Armenian Protestants. So 50 churches. We have 17 daily schools. We have about 3,000 students. We have 2 daily newspapers in Armenian language, Shamanak and Marmara, Agos weekly. We have associations. We have dance and choirs, and we enjoy a cultural life there. So we are there. So I am the representative of the Armenians which your forefathers came from. And we are there
surviving and being the witness of the old Armenian nation. They were lived there, and once upon a time it was our fatherland. We will continue to be there and be a witness. We are the largest Christian community in Turkey among 85 million people. So it is a good number. I can give you more information, but it doesn't help anything. You will forget 5 minutes later. So I don't want to bore you with this information. Go and look at the mighty Google. He will give every answer about myself, my community, Armenian Patriarchate, or there is ChatGPT. You can ask even, you don't need to write, and you will get information. But there are too many things to learn in the world. And it is not good to go to knowledge all the time. Jesus says, I came in order that you may have life, abundant life. Therefore, we have to learn what the Lord is saying, what the Word of God is saying. Please go and read your Bible and learn there that why are you here in this planet, and what is the purpose of God for you, and where He wants to see you. And this is my greatest advice to you, because that Bible changed my life at the age of 12. At that age, I started to read it, and now I am a patriarch. Not I did it, that book did it. Do you know why it is difficult to read the Bible? We can read many things very easily, but reading Bible is very difficult. Even the cleverest one among us, when they read, then they sleep. And we want to forget that book. What is the reason? Even clergy. Because whatever you read, they don't judge you. They don't tell you what you do. If you please, you can do that. Only in the Bible, when it opens, the hand of God signs to you and says that, will you do it or not? Well, I don't want to decide it yet. Therefore, every page of the Bible asking us who we are going to be. And the Bible wants us to be perfect as our Father in heaven is perfect. Therefore, we have to go and read our Bible, being uncomfortable there, and bow our heads and says that you are right, I am wrong. Therefore, the gospel is the same all over the world. And it is my message to you. It is the good news. I don't know you, who you are. You have many problems, and you are looking for the solution. The solution is in the word of the Lord. Go there, read it, but not 5 minutes. Read it 1 hour, 2 hours. Then you will see that something is changing in you. That word's not only in your eyes, but it comes to your whole being. Վարդականությունս կատարեց է, անգլերեն ալ խոսեց, հա։ Հիմա բադարակը պիտի շարունակվի, ուրեմն այսօրվան միացյալ երգչախումբը կշնորհավորեմ,
Խաչատուրյան եւ շնորհալի երգչախումբերը քով գովի եկած են ինձ համար եւ բարոն Ստեփան Գյոզիմյանի ղեկավարությամբ այս փառավոր բادرակը կմատուցանեն ողջուններ սրան եւ շնորհակալություններ Այսպիսի բաներուն միշտ բաներ մը գմորցովի գուսամբամը չմորցա բայց ինչ որ մորցա թուք անիգա ավելցուցեք ծեր միտքին եւ սիրտին մեջ դեր օրհնե ծեր բոլորը